Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, գործընկերներին, վերջին անգամ այսպիսի պայծառ ներկայություն, երևի ստացած շարժման ակտիվ փուլում էր։ Այս գրքի շնորհանդեսը ևս մեկ ապացույցն է, որ Բագրատ Սրբազանին մենք երբեք բացակա չենք դնում, անկախ փաստից ինքը կլանավայրում է թե ոչ։ Իրականում իմ ազգանվանակից Պարոն Գասպարյան, Արսեն Գասպարյանը խոսեց գրքի գիտական նշանակության մասին։ Ես էլ որպես քաղաքագետ եմ փորձել դիտարկել այս գրքի ինքնության, ազգային ինքնությանը վերաբերող հատվածը եւ շատ հետաքրքիր ինձ համար ամենայն դեպս եզրակացություններ եմ արել։ Եվ կարծում եմ, որ հենց Արսենի հետ կարելի է ոչ թե բանավիճել, այլ քննարկել նաև այդ խնդիրը։ Գիրքը ունի կուռ գիտական կառուցվածք, թեև լեզուն մատչելի է, պարզ է, հասանելի, ընթեռնելի միջին վիճակագրական ընթերցողին, բայց զգացվում է և հոգևոր, և սխոլաստիկ կրթվածության ակադեմիական մակարդակը այդտեղ։ Գրքում չկան ավելորդ բառեր, ավելորդ ծանծանված եզրույթներ, կառուցվածքային առումով շատ պինդ է, շատ ամուր է, և գիտությամբ զբաղվողները սովորաբար այսպիսի մի բան ունեն, վատ հատկանիշ ունեն, փորձում են միշտ հակաթեզեր առաջ քաշել և հասկանալ որտեղ է սայթակումը կա, որտեղ է հակասությունը։ Այդտեղ որևէ գերմանացի փիլիսոփայի անուն չկա, ինչ եզրակացրի ես, բայց այս աշխատությունում ինքներս մեզ հաղթելով ես տեսա Հաբերմաս, տեսա Հեգել, տեսա Կանտ, տեսա սոցիալական կոնֆլիկտ, ճգնաժամ։ Այս գրքի առանցքը մինչև այդ մնացած խնդիրներին կանխվտանալ, ճգնաժամն է, հայկական, հասարակական կյանքի ջղաձիկ էներգիայի ճգնաժամ, այդտեղից է սկսում Սրբազանը, իր վերլուծությունը, դեմ է երկու գլխավոր գաղափարի, Ա. Անհատի ֆետիշացում, անհատի պաշտամունք։ Սրանք այն ամենն են, ինչ տողատակերով պետք է հասկանալ այս գրքից։ Ինչը կարծում եմ հայ հասարակական և քաղաքական կյանքի ամենամեծ հիվանդություններից մեկն է, և այդ ախտի դեմ պայքարելու դեղամիջոցն է առաջարկում Սրբազան հայրը։ Չի կարելի ինքնության ճգնաժամի մեջ գտնվող հասարակությունը ստեղծի կերպար ֆետիշացնի, իր հետևից գնա, որին կհաջորդեն լուսախաբությունները, հիասթափությունները և ընդհանրապես խոսույթը կտապալվի։ Վերադառնալով ազգային ինքնության խնդիրներին, շատ հետաքրքիր է, որ Սրբազան հայրը ոչ միայն այս գրքում, ես փորձում եմ մաքսիմալ առարկայական լինել, որովհետև ինձ և Սրբազան հորը կապում է ոչ թե Սրբազան պայքարը, այլ մեկ տասնամյակից ավելի բարեկամություն, եղբայրություն, և կփորձեմ առավելագույնս քիչ սուբյեկտիվ լինել այդ հարցում։ Ինքը իմ ընտանիքի, մեր ընտանիքի հոգևոր հայրն է, և մենք իր հոգեզրավակները, բայց այն ինչ այս գրքում գրված է, Բագրատ Սրբազանի ուղեկիցն է եղել նվազագույնը վերջին 1.5-2 տասնամյակի ընթացքում։ Այս գիրքը խրատարան է ազգային հոգևոր արժեհամակարգի խտանյութ, էսենցիա, որը բացելով կարելի է յուրաքանչյուր դրվագում կենցաղայինից սկսած մինչև ազգային, բացել և կիրառել։ Ինչ է ասում։ Ասում է հայկական մոդելի հենասյունը կամ հենասյունները 4-ն են։ Հայ եկեղեցին և ավանդությունները, հայոց լեզուն և մշակույթը, ընտանիքը և արժեքային ընկալողները։
Այս գիրքը բարոյագիտության մասին է, այս գիրքը բարոյականության մասին է, այս գիրքը հայի ընկալումներում երեք գլխավոր գաղափար չզոհաբերելու մասին է, ազատ մարդ լինելու, արդարության գաղափարի ջատագովը լինելու և հավաքական կենցաղավարություն որդեգրելու մասին է, չի կարելի լինել անձակենտրոն, անհատապաշտ, ուստի և այստեղից էլ անհատ հավաքականություն հարաբերությունների մասին բավական հետաքրքիր նկատառումներ կան։ Ես երկու գաղափարել եմ առանձնացրել ընդհանրապես Հայաստանի աշխարհասփյուռ հայության առջև կանգնած մարտահրավերների մասին, 5 ախտ է մատնանշում Սրբազան հայրը, թե ինչու մենք իբրև հայություն և ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իդեպ այդ տխեղծ ձևակերպումը, որը մեր ուղեկիցն է դարձել, մեր կենցաղի ուղեկիցն է դարձել վերջին 8 տարվա ընթացքում իբրև թե հպարտ քաղաքացի լինելու, Բագրատ Սրբազանի բնութագրումը պատասխանատու քաղաքացի արտահայտությունն է։ Պատասխանատու քաղաքացի, որը ունի շատ լուրջ բեռ իր ուսերին կրելու, եթե իհարկե խոսում է ազգային կյանքի մասին, խոսում է պետական կյանքին ինտեգրվելու մասին, ապա խոսում է պատասխանատվության մասին։ Իսկ 5 ախտերը թվարկել քաղաքական պառակտվածություն, կրոնական անգիտություն, իդեպ սա բնորոշ է 21-րդ դարի երկրորդ տասնամյակի գրեթե բոլոր հասարակությունների, ամբողջ մարդկությունն է այսօր ապրում այդ ճգնաժամը, ընդ որում էկումենիկ շրջանակների մեջ ներգրաված բոլոր եկեղեցիները տառապում են այս խնդրով և այստեղից է շատ կարևոր եզրակացություն, որ այս գրքի որոշ դրվագների վերաբերել առանձին քննարկումներ կարելի է անել և հասկանալ, թե համաքրիստոնեական ակվարիումի մեջ, եթե կարելի է ասել, կրոնական անգիտություն և դավանաբանական անգիտությունը, ինչ բացասական ազդեցություն ունի, բարոյական հենքի կորուստ, շատ է կենտրոնանում նյութապաշտության վրա, որ ամենամեծ, ամենացավոտ խնդիրն է, որ ուղեկցում է հայ հասարակական կյանքին, և ամենավերջում ազգային նպատակների աղավաղում։ Ինքնամաքրման ճանապարհով ինչ է առաջարկում, սա էլ ասեմ ու ամփոփեմ, կամ ինչպես է Բագրատ Սրբազանը դիտարկում մեր այս վիճակից դուրս գալու ելքը։ Ինքնամաքրումը պիտի հենվի ոչ թե պաթոսի, այլ կազմակերպվածության և կարգապահության վրա։ Երկու առանձնահատկություն է նշում, որով կենդանական վիճակում գտնվող անկազմակերպ հասարակությունից հնարավոր է ստանալ կարգապահ, կազմակերպված, նպատակային զանգված, որը ունի տեսիլք, ինքը տեսիլք բառն է գործածում, այսինքն տեսլական, և այդ ամբողջ տեսլականը հենված է հստակ բարոյական արժեհամակարգի վրա։ Իսկ այդ արժեհամակարգը Սրբազանը համարում է, որ մենք ժառանգել ենք դարերի ընթացքում, ցավոք վերջին մի քանի տասնամյակում մսխել և հանել աճուրդի։ Տողատակերում և տողերում Սրբազան հայրը խոսում է շատ բաց, իր գրիչը խիզախ է, բարդույթավորված չէ և իբրև երբեմնի մինչև ինձ նաև կհեռացնեի պետական մաման սրանից իմ քաղաքական հայացքների պատճառով, որպես դասախոս նաև կարող եմ
իրապես ավելի շուտ արկայությունը իրապես կնպաստի հայ աստվածաբանական մտքի զարգացմանը։ Իդեպ ասեմ, ծանոթ լինելով նաև մեր նվիրապետական մյուս աթոռների հանրային աստվածաբանությանն առնչվող գրահրատարակությանը, կարող եմ ասել, որ վերջին 10 տարվա ընթացքում սրբազան որ թե միտք և բանկը, թե այս աշխատությունը այն հազվագյուտ աշխատություններից է, որտեղ զգացվում է թարմ երիտասարդական գրիչ և ավյուն։ Սա մեր եկեղեցու նաև գլխավոր մարտահրավերներից մեկն է, որ մենք չունենք, կարծես չունենք կամ ունենք քիչ ժամանակակից աստվածաբանական մտքի տենդենսներին, միտումներին առնչակից գրիչներ, Բագրատ Սրբազանը այն եզակիներից մեկն է, որ նաև համաշխարհային կրոնական զարգացումները հաշվի առնելով և համաքրիստոնեական ակվարիումի մեջ տեղի ունեցող զարգացումների իմաստությունը բերում է հանրային աստվածաբանության դաշտ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, վերջերս մենք սրբազան հոր այցելել էինք, պարզապես ուզում եմ եղբայրաբար, որդիաբար, ինձնից տարիքով ավակ սերնդին խնդրել, երբեք ու երբեք ձեր աչքերի մեջ հուսահատության և հուսալքության շողեր չլինեն։ Սրբազանը բարկացած չէ, ինքը գուցե զայրացած է անարդարության, աշխարհում տիրող անարդարության և հայ ազգային կյանքին պատոհացած ողբերգության համար, բայց շատ մարտական է տրամադրված, միտքը ավելի պայծառ է, քան ազատության մեջ էր, ինչի չի նշանակում, որ պետք է մնա անազատության մեջ, բայց իրապես բոլոր համակիրներին, բոլոր հետևորդներին, բոլոր հայրենակիցներին, հավատացյալներին փոխանցում էր ամուր լինելու, պինդ լինելու, տոկուն լինելու և երբեք ու երբեք ազատության ու արդարության գաղափարից մտքով անգամ չհրաժարվելու պատգամը։ Շնորհակալ եմ։ Այստեղ է նաև Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, որը